Եվ վերջում նրանք ամուսնացան և ապրում են երկար և երջանիկ։ Այսքանով հեքիաթը ավարտվեց։ Իսկ հիմա, սիրելի երեխաներ, ես ձեզ կպատմեմ անեկդոտներ։ Ուզում եք։ Բայց մինչև անեկդոտներ սկսելը երաժշտական ընդմիջում։ Who let the dog out? Ho, 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 ho. Who let the dog out? Ho, 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 ho. Who let the dog out? Ho, 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 ho. Երեխաներ, իսկ ով է ուզում, որ ես պատմեմ անեկդոտ Ղարաբաղցիների մասին։ Վաու, բոլորն էլ ուզում են։ Բայց ես չեմ պատմի այդ անեկդոտը, որովհետև ինձ կբռնեն ու այնքան կծեծեն, որ ես շան օրը կընկնեմ։ Չէ, կատակ եմ անում, ոչ մեկ էլ ինձ չի ծեծի, կարամ հանգիստ այդ անեկդոտը պատմեմ։ Չնայած ամեն դեպքում ավելաված չպատմեմ։ Եկեք ես ձեզ պատմեմ անեկդոտ ապարանցիների մասին։ Ուզում եք։ Ուռա! Ուրեմն լսեք, այս ապարանցու սեղան ատամը շարժվում է, տակը գիր կա դնում, ոչ շարժվի։ Իսկ ուզում եք միլիցիոների մասին անեկդոտ պատմեմ։ Դե ուշադիր լսեք։ Ուրեմն մի անխելք միլիցիոներ գնում է գործի։ Էլի կելավ, էլի։ Ուրը թմես ապուշ անեկդոտներ եմ պատմեմ մլիցեքի մասին։ Յանը մենք հիմար եք ու բան չեք հասկանում։ Ասացմացարիք էլի։ Բայց ինչի եք մի անգամից վիրավորվում, ախր սա պարզապես անեկդոտ է, ես ոչ մի անձնական վիրավորանք չի ուզում հարցնել, ուղղակի պատմում եմ, որ երեխաները ուրախանան։ Արա, ընկեր ջան, դու մի խառնվի, ես քո հետ չեմ խոսում, ես այդ շանիկի հետ եմ խոսում։